Հաջորդ հարցին անցնեմ։ Ունեմ խիստ արտահայտված թքարտադրություն, քնած ժամանակ հատկապես, ինչ խորհուրդ կտաք անել։ Այ շատ հետաքրքիր հարց է եւ սովորաբար ես ասենց միակ վերջնակետով պատասխանեմ, երբ որ ունենում են թքահոսություն, ինչ է մտածում մարդը, որ իրենք ունեն պարազիտագրություն, չէ՞։ Բայց ես այստեղ կուզենայի նշել, այո, որ այդ քարտադրությունը նախ կարող է բազմաթիվ պատճառների հետ կապված լինել։ Եթե դուք ունեք անորակ դրված օրինակ պրոթեզներ, եթե ձեր բերանը բաց եք քնում, եթե ունեք քթային շնչառության դժվարացում, նման դեպքերում նույնպես կարող է լինել քարտադրություն եւ ամենակարևորը հավանաբար այս մեր պացիենտին ուղղորդել են գաստրոենտերոլոգի մոտ, ես այդպես հասկացա հարցից, որ նման դեպքերում, եթե մնացած հարցերը բացառված են, թքարտադրությունը առատ հատկապես գիշերը քնած ժամանակ կապված է գաստրոէզոֆագյալ ռեֆլուքսիային հիվանդության հետ, դա այրոցն է, երբ ստամոքսից թթուն լեղին հետ է գալիս դեպի կերակրափողի լորձաթաղանթ, որը բարձրանում է մինչև վերև, հասնում է ձեր կոկորդը, հասնում է ձեր բերանի խոռոչը, որը բերում է հիպերսալիվացիա, գեր թքարտադրություն։ Այդ թթուն լեղին է ասենց ոնց որ գրգռում այդ մեր թքագեղձերը եւ այդ հիպերսալիվացիան է առաջանում, կարող է գնալ մինչև քիթը, գնալ դեպի ակաշնեմ, չէ՞, օծիտի պատկեր կարող է լինել, բարինգիտի պատկեր։ Կարևոր, ինչ անել է։ Ինչ անել, ուրեմն եթե մնացած հարցերը բացառված են, դիմել գաստրոենտերոլոգի եւ ստանալ բուժում այրոցի հետ կապված։ Իսկ եթե քիթը փակ է օրինակ եւ այսպես գիշերը նաեւ բերանը բաց է։ Դե արդեն դիմում ենք արդեն դիմացնոտային, արդեն վիրաբույժները, որոնք կլուծեն այդ հարցը, քանի որ դա կարող է բերել թթվածնախախտի մեր օրգանիզմում։